Հացադուլ օր 14-րդ Բաքվում դատում են միջազգային իրավունքը։ Միջազգային հայցերի հետ կանչը ինչ հարված կստանա Երևանը։ Բարի երեկո արգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է կարևորի մասին, ես Հայկ Նավասարյանն եմ։ Եվ այսպես Հայաստանի միջազգային հայցերը ընդդեմ Ադրբեջանի այն անհերքելի փաստերն են, որոնցով Երևանը կարող է և պետք է աշխարհին ասի, ով է իրականում ագրեսորը, թշնամանք ու պատերազմ հրահրողը։ Մինչդեռ խաղաղություն կնքելու համար Երևանն ու Բաքուն խոսում են միջպետական հայցերից երկու ստեկ հրաժարվելու մասին։ Այստեղ իրավապաշտպանները շատ ռիսկեր ու վտանգներ են տեսնում։ Հայկական հայցերը հիմնավոր են փաստարկված, մինչդեռ Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի ընդամենը հայելային գործողություն է սկսել, որ հետո բանակցի ու պահանջի հայկական հայցերը հետ վերցնել փոխադարձության սկզբունքով։ Ադրբեջանի դեմ հայցերը փոխադարձության սկզբունքով հետ կանչելու պրոցես այս պահին չկա, տեղեկացնում են միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ գրասենյակից։ Իսկ այդ հայցերը հետ կանչելու պահանջ, հիշենք, Բաքուն է դրել սեղանին որպես խաղաղության պայմանագրի նախապայման։ 17 կետերից կազմված այդ փաստաթղթի երկու չհամաձայնեցված կետերից մեկն է, մյուսն էլ եվրադիտորդներին սահմանից հեռացնելն է։ Ինչու է Բաքուն պնդում, որ այս հայցերը հետ վերցնենք միջազգային ատյաններից։ Ալիևի հիմնավորումը, թե դրանք խանգարում են խաղաղությանը, մասնագետները աբսուրդ են որակում։ Դատական գործընթացները միտված են խաղաղության ամրապնդմանը, ասում են, խաղաղություն չի կարող լինել առանց պատասխանատվության։ Հայցերի հետ կանչը վտանգավոր է։ Ադրբեջանը օրինականացնելու է իր ագրեսիան Արցախի եւ Հայաստանի նկատմամբ եւ իհարկե օրինականացնելու է մարդու իրավունքների խախտումները, չկրելով որևէ բացասական հետևանք։ Երևանն ասում է, դեմ չէ այս հարցերը հետ վերցնելուն, եթե Բաքուն էլ իր հերթին ներկայացրած հայցերը հետ վերցնի։ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական հայց ունի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ռասայական խտրականության վերացման վերաբերյալ։ Հայկական կողմն այստեղ վկայակոչում է Ադրբեջանի պետական քաղաքականությունը վերացնել հայերին։ 4 միջպետական գանգատել Հայաստանը ներկայացրել է մի էդ 44-օրյա պատերազմի եւ հետպատերազմյան զարգացումների վերաբերյալ, ավերածություններին, գերիներին, ապօրինի կալանավորումներին, խոշտանգումներին, դատավարություններին, Լաչինի Միջանցքի շրջափակմանը, 23 թվականի սեպտեմբերյան ագրեսիային, Արցախահայության բռնի տեղահանմանը։ Ոչ միայն Արցախը եւ Հայաստանը որպես սուվերեն իշխանության կրողներ ենթարկվել են խախտումների, օրինակ տարածքային ամբողջականության խախտում է տեղի ունեցել Հայաստանի սահմանների շրջանակում Արցախի ողջ պետականությունն է կործանվել, բայց նաև թիրախում հայտնվել են անձինք հայեր եւ նրանց իրավունքների վերականգնման առնչությամբ որևէ միջոցներ չեն ձեռնարկվում, ավելին ադրբեջանական քաղաքականությունը հովանավորում է գործությունները հայերի նկատմամբ։ Ադրբեջանական հայցերը ընդդեմ հայկական կողմի անհիմն են, պնդում է միջազգային իրավունքի մասնագետը։ Բաքուն երկու նպատակով է դրանք ներկայացրել՝ հայելային պատկեր ստեղծելու նկատառումով եւ որ հայ-ադրբեջանական հարաբերությունները շահարկեն, պարտադրեն հետ վերցնել Հայաստանի ներկայացրած հիմնավոր հայցերը։ Տակտիկա են բանեցնում, առակայազուրկ հայցեր են ներկայացրել բանակցելու Հայաստանի հայցերի հրաժարումը։ Հաագայի միջազգային արբիտրաժային դատարան օրինակ Սարքովի տնտեսական պահանջներ են ներկայացրել։ Արցախի տարածքում իրականացված տնտեսական գործունեությունն է, որը Ադրբեջանը որակում է ոչ օրինական եւ դրա հետևանքով փորձում է վնասներ հաշվարկել եւ տնտեսական սպառնալիքներ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար։ Խաղաղություն խաղացողները Բաքվում քննարկումել էին բեմադրել անցած դեկտեմբերին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները վերտառությամբ։ Նրանց փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, հիշենք, այստեղ մի սենսացիոն հայտարարություն արեց, իբր Երևանը բանակցությունների սեղանի շուրջ մի բան է ասում, միջազգային դատարաններում այլ։ Օրինակ բերես, թե իբր պնդել են ու Հայաստանը մի էդ ներկայացրած մի հայցից 12 էջ հանել է։ Ադրբեջանի պնդումներից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2021 թվականի փետրվարին ներկայացված իր դիմումից Հայաստանը պաշտոնապես հանեց մի կոնկրետ հատված, որտեղ 12-ից 13 էջ փաստացի Ալմաաթիի հռչակագրի դեմ էր։ Այսպիսով այսպիսի իրողությունների ենք մենք բախվում Հայաստանի հետ բանակցությունների ժամանակ։ Հայկական կողմը հայցից ինչ 12 էջ է հանել։ Ադրբեջանն անազնվորեն շահարկում է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի մեկնաբանությունն է։
Խոսքը ըստ Եղիշե Կիրակոսյանի տեխնիկական շտկումների մասին է, թյուրընկալումներից խուսափելու նպատակով, օրինակ Ալմա-Աթայի հռչակագրի կիրառելիության վերաբերյալ։ Մամեդովը սակայն խաղաղության խոչընդոտներից խոսելով այստեղ այլաբանություն գործածեց, սենյակում ոչ թե մեկ, այլ երկու փիղ կա, իբր խոչընդոտները երկուսն են։ Միջազգային իրավունքի մասնագետն էլ պնդում է, հայկական հայցերը որևէ պարագայում պետք չէ հետ կանչել։ Սա հսկայական բարոյաքաղաքական հարված կլինի Հայաստանին։ Իհարկե, իրավազուրկ դառնալու եւ նաեւ բարոյալ լքվածություն է առաջ գալու ողջ հասարակության շրջանում։ Սիրունի Մուրադյան, ժամը լրատվական։ Բաքվից սարսափելի լուրեր են հասնում, թե ինչ կտանքների են ենթարկում մեր հայրենակիցներին։ Բժիշկները, իրավապաշտպանները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակը ուղիղ սպառնալիք է Ռուբեն Վարդանյանի կյանքի համար, ուստի անհապաղ միջամտություն են պահանջում միջազգային հումանիտար եւ բժշկական կազմակերպություններից։ Կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցչությունից հայտնում են, որ հնարավորություն կա դիմել Ադրբեջանի իշխանությանը լրացուցիչ այցելելու Ռուբեն Վարդանյանին։ Այնինչ Բաքուն ծրագրում է դադարեցնել նաեւ հումանիտար այս կառույցի գործունեությունը։ 14 օր է Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլի մեջ է, վիճակը կրիտիկական։ Այսօր մենք ենք մեր սարերը զարգացման գործակալությունը եւ Արցախ միությունը պաշտոնապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանյան գրասենյակ էին գնացել կոմիտեի նախագահ Միրիանա Սպոլյարի-Ճեգերին ուղված բաց նամակը հանձնելու, որին արդեն միացել է 37 հասարակական կազմակերպություն։ Թեև Կարմիր խաչը փետրվարին էր գերիներին այցելել, բայց խաղաղ ցույցի նախաձեռնողներն ասում են, հիմա երբ խոշտանգման ակնհայտ փաստեր կան, պետք է միջազգային այս կառույցը դարձյալ այցելություն կատարի։ Այսօր առաջացել է այդ հրատապ անհրաժեշտությունը եւ մեր խնդրանքն է եւ կոչն է, որպեսզի նրանք անհապաղ միջամտեն Ռուբեն Վարդանյանի վիճակին եւ ընդհանրապես բոլոր գերիների իրավունքների պաշտպանության հարցում ավելի գործուն լինեն։ Կատարվածի առաջին պատասխանատուն ադրբեջանական իշխանությունն է, որ նման հանցագործություններ է թույլ տալիս հայերի նկատմամբ։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է պնդում, բայց իրավիճակը կանխելու ու հայ գերիների կյանքը բրկելու հարցում իրավաբանի կարծիքով նախ եւ առաջ Հայաստանի իշխանությունը պետք է գործի։ Լրությունն անթույլատրելի է ու վտանգավոր, զուգահեռաբար խիստ անհրաժեշտ է նաեւ միջազգային կառույցների միջամտությունը։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունը ունի խաղաքարտեր բանակցությունների սեղանին օգտագործելու, նաև ունի կոնկրետ միջազգային մեխանիզմներ, գործիքակազմեր տարբեր գործընկերների առջև այս հարցը բարձրացնելու։ Արդեն նամակի հանձնումից հետո կառույցի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրագրողներին ասաց, Վարդանյանին այցելել են հենց հացադուլի ընթացքում։ Այնտեղ է եղել նաև պատվիրակ բժիշկը։ Պատվիրակների հետ միասին բժիշկը նույնպես այլ ազգի գոլեգա է։ Եվ տվյալ տեսակցության շրջանակներում եղել է բժշկական անձնակազմ, որը հնարավորություն է ստացել ապահովել այդ չեզոք զննումը անձի, որը գտնվում է հացադուլի մեջ։ Մանրամասները, թե ինչ են տեսել, արդյոք խոշտանգման մասին արձանագրումներ եղել են, կառույցը չի բարձրաձայնում։ Ադրբեջանում օրակարգ է բերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին այդ երկրից հեռացնելու հարցը։ Երեկվանից պետական լրատվամիջոցներն են գրում։ Ալիևի ձեռքը հասավ նաև միջազգային մարդասիրական այս կառույցին, թեև Երևանյան ներկայացուցիչը ասաց, հույս ունի այցերի պարբերականությունը կպահպանվի նաև առաջիկայում։ Տիգրան Յուրգենյան, ժամը լրատվական։ Այժմ կարճատև դադար ու թողարկման երկրորդ հատվածի մասին։ Հատիկ ներկայացնես 1% հարկ կվճարես, չէ 5-ը կդառնա 10։ Ձուկը գլխից են բռնում, ոչ թե պոչից, տնտեսվարողների բողոքը։ Երևանում օդը կեղտոտ է, բժիշկների կյանքը վտանգված, գործակարգավարական մանրամասներ։ Շարունակել ուսումը բուհում, թե միջին մասնագիտական կրթության գնալ, աղջիկներն են շտապում։ Մեկամսյա հրադադար օդում ծովում, բայց ոչ ցամաքում, Մակրոնն է առաջարկում։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Ուկրաինայում հրադադարի հաստատման այլընտրանքի առաջարկում Էմանուել Մակրոնը Le Figaro-ի հետ զրույցում Ֆրանսիայի նախագահը ասել է, որ չի հավատում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համաձայնեցրած հրադադարին։ Մինչդեռ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան առաջարկում են մեկամսյա հրադադար օդում, ծովում եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա, սակայն հրադադարը չի ազդի ռազմական գործողություններին։ Ծրագրի երկրորդ կետը ըստ Մակրոնի ենթադրում է խաղաղության հաստատումից հետո եվրոպացի խաղաղապահների տեղակայում Ուկրաինայում։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էլ պնդել էր, որ Ուկրաինայում խաղաղության համաձայնագիրը կաշխատի միայն այն դեպքում, եթե եվրոպական խաղաղապահ ուժերը անվտանգության երաշխիքներ ստանան Միացյալ Նահանգներից։
Այժմ կրկին Հայաստան ու մեր խնդիրների մասին ձյունն էլ չմաքրեց Երևանի փոշոտ օդը։ Փետրվարի վերջի տվյալներով օդի որակը մայրաքաղաքում անառողջ միջակայքում է։ Սրան զուգահեռ մայթ ճանապարհ մաքրող մեքենաները իրենց հերթին աղտոտում են առանց այն էլ կեղտոտ օդը։ Գործակարգավարական նիստի մանրամասներին հետևել է Նաիրի Մուրադյանը։ Մայրաքաղաքի փողոցները մաքրող հին փոշեկուլ մեքենաներն այս եղանակային պայմաններում էֆեկտիվ չեն աշխատում։ Պատճառն ըստ քաղաքապետարանի այն է, որ այդ մեքենաները ջուր չեն կարողանում բաց թողնել եւ փոշու մեծ ամպ է գոյանում։ Բնորը Մաշտոցի պողոտայով որ ես էլ իջնում եի, տեսնում եի, ոնց որ ավելի շատ փոշի է բարձրացնում է մեքենան, քան թե հենց կլանում։ Պարոն քաղաքապետ, քանի որ ջերմաստիճանը զրոյից ցածր է, տվյալ դեպքում արդեն մենք ջրի համակարգը չենք կարողանում օգտագործել, քանի որ մեքենան կունենա տեխնիկական խնդիրներ։ Իսկ այս նոր տեխնիկան, որ ձեռք ենք բերել, դրանք նույնպես փոշեկուլ մեքենաներ են։ Բազմաֆունկցիոնալ մեքենաներ են, փոշեկուլներ եւ աղցան մեքենաներ են։ Երբ են առաքում ամբողջ խմբականակը։ Նախնական ասել են մարտի 17-20 այս հատվածում։ Մայրաքաղաքի օդը շարունակվում է աղտոտված մնալ։ Երևանի շինհրապարակներում տեղադրված 165 կայարաններից ստացված տվյալների համաձայն փետրվար ամսին օդի որակի միջին արժեքը անառողջ միջակայքում է։ Փետրվար ամսվա 20-ից 28 ընկած ժամանակահատվածում պայմանավորված եղանակային նաև պայմաններով օդի որակի ցուցանիշները գտնվել են 30-ից 75 միջակայքում, այսինքն լավ կամ չափավոր։ Այս իրավիճակը այս սեզոնին, ձմեռային սեզոնին տարիներ շարունակ մենք ունեցել ենք։ Սա նաև պայմանավորված է ոչ այնքան մարդածին գործոններով ընդհանուր տարածաշրջանում այս սեզոնին մենք ունենք խնդիր։ Պուշկին, Սաֆարյան, Ազատամարտիկների, Նալբանդյան, Արգիշտի, Դեմիրճյան, Աբովյան, Մելիք Ադամյան եւ Տիգրան Մեծի փողոցներում տեսանելի մալուխները ամբողջությամբ կանցնեն գետնի տակ։ Դրանք լրիվ աղճատում են քաղաքի արտաքին տեսքը։ Այստեղ նաև պետք է համապարփակ ծրագիր իրականացնենք մայթերի, մայթեզրերի եւ մնացյալ բոլոր հարցերով, որ ամբողջական տեսք ստանանք, ինչպես ստացել ենք օրինակ Հանրապետության փողոցում եւ այդպես շարունակ։ Վերջին շրջանում բժիշկների նկատմամբ հաճախակի են արձանագրվում բռնություններ։ Ավինյանի համոզմամբ այդ մասին բարձրաձայնելու, դրա մասին հաճախակի խոսելու կարիք կա։ Եվ այդպիսի դեպքերին ըստ քաղաքապետի իրավապահ համակարգը պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Շատ երիտասարդներ դպրոցի ավարտական դասարանում երկընտրանքի առաջ են կանգնում, շարունակել ուսումը բուհում, թե միջին մասնագիտական կրթության գնալ, արհեստի տեր դառնալ։ Ինչպես ժողովուրդն է ասում, արհեստավորը օրվա կեսն է սոված մնում, բայց արի ու տես, ուր գնում ես բարձրագույնի դիպլոմ են ուզում, անգամ եթե դրա կարիքն էլ չկա։ Ինչ բացեր են նկատում ոլորտի մասնագետներն ու ինչ է առաջարկում կրթության նախարարությունը, տեսանյութում։ Միջին մասնագիտական կրթական հաստատություններում աշխատանքի պրակտիկայի վրա հիմնված կրթության ծրագիրն ու հնարավորություններն ընդլայնվում են։ Միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ փորձնական ծրագիր են իրականացրել։ Սա հնարավորություն է հետո ավելի հեշտ գործ գտնելու։ Ուսանողների մեծ մասը, ովքեր որ կոնկրետ գործատուի մոտ անցել են դուալ ուսուցումը կամ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, հենց նույն գործատուի մոտ անցել են աշխատանքի, 50%-ից բարձր են զբաղվածության ցուցանիշները այս ուսուցման արդյունքում եւ ունենք բավականին մեծ թիվ, ովքեր կրթությունը շարունակել են նաեւ բարձրագույն կրթական հաստատություններում։ Աշխատանքի վրա հիմնված կրթության ծրագիրն իրականացրել են մի շարք ուղղություններով՝ գինեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, խոհարարության, գյուղատնտեսության։ Այժմ նախատեսվում է այս մոդելը կիրառել բոլոր միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Գործընթացն իրականացվելու է փուլային տարբերակով, ընդլայնելով մասնագիտությունների ցանկը, ներգրավելով ավելի շատ գործատուներ։ Այս տարի կկենտրոնանան թեթև արդյունաբերության վրա։ Կարի արտադրության ոլորտի մասնագետների բավականին մեծ պահանջարկ կա այսօր մեր տնտեսությունում եւ գործատուների շրջանակում, մենք հիմա բանակցում ենք եւ աշխատանքներ ենք տանում այդ ծրագիրը այդ մասնագիտությամբ ներդնելու եւս։ Կրթության կազմակերպմանը սա շատ է օգնում, նկատում են նախարարությունից։ Գործատուն հենց սկզբից աշխատում է ուսանողների հետ, նպաստում է հմտությունների, կարողությունների զարգացմանը։ Արդյունքում գործատուները հետագայում ունենում են պոտենցիալ աշխատողներ, իսկ կրթության փորձագետը հակառակն է պնդում։ Միջին մասնագիտական կրթություն ստացածները աշխատաշուկայում մրցունակ չեն։ Միջին մասնագիտական կրթություն ստացած մասնագետներին դրսևորվելու տեսակետից աշխատաշուկայում շատ դժվար է
որովհետև գրեթե բոլոր ոլորտներում մասնավորել պետական սեկտորում էլ պահանջում են բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ։ Ասեմ ավելին, հանրակրթական ուսումնական հաստատություններից էլ միջին մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներին ընդհանրապես ազատեցին աշխատանքից։ Իսկ թե ինչու են աշակերտները նախընտրում բարձրագույն կրթությունը փոխարինել միջին մասնագիտականով, փորձագետը պայմանավորում է 12-ամյա կրթության տևական լինելու հանգամանքով։ Ծնողները մտածում են, որ եթե 10-11-12 դասարան պետք է երեխան հաճախի դպրոց, այդ ընթացքում միջին մասնագիտական կրթություն կստանա, դրանից հետո էլ ավելի շահեկան վիճակում կհայտնվի, քան իր հասակակիցները բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու դեպքում կնստեն միանգամից երկրորդ կուրս։ Թեև ոլորտն ըստ մասնագետի դեռ ամբողջությամբ կայացած չէ, այդուհանդերձ որոշակի արտոնություններով պայմանավորված դիմորդների աճ է նկատվում։ Եվ ուշագրավ է, որ այս կրթությամբ այսօր առավելապես աղջիկներն են հետաքրքրված։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Տարեսկզբից մանր բիզնեսի հարկման նոր համակարգ է գործում։ Խաղի կանոններն այսպես են։ Եթե տնտեսվարողը հատիկ առ հատիկ գույքագրում է ապրանքը, ապա կառավարությունն ասում է վճարում ես ոչ թե 1.5, այլ ընդամենը 1% հարկ։ Իսկ եթե ցույց չես տալիս ինչ ու ինչքան ունես, ապա պետք է վճարես։ Այս դեպքում շրջանառության հարկը 5-ից կդառնա 10%։ Առաջին հայացքից թվում է փոփոխությունը հօգուտ մանր բիզնեսի է, բայց այդքան էլ այդպես չէ, վստահեցնում են առևտրականները, կառավարության առաջարկում ձուկը գլխից բռնել, ոչ թե պոչից։ Կառավարությունը հօգուտ տնտեսվարողի ոչ մի հետքայլ չի կատարել։ Առուվաճառքով զբաղվող տնտեսվարողները կրկին կառավարության շենքի դիմաց են հավաքվել եւ պնդում են, որ գործադիրի նիստում ընդունած որոշումը, թե իրենց համար անցումային փուլ է սահմանված մինչեւ հուլիսի 1-ը եւ այդ ընթացքում կարող են վճարել 5% շրջանառության հարկ, իրականությանը չի համապատասխանում։ Կառավարության որոշումը չի գոհացրել ընդհանրապես, նախ դա վերաբերվում էր ամսի 1-ով գրանցվածների, հունվարի 1-ով, ով գույքագրել էր ապրանքը, բնականաբար չկա նման մարդ։ Գույքագրած Պեկին քանձնած ցանկը ունեն։ Էլ մնացածը արդեն լսեցիք, որ պիտի լինի շրջարկով աշխատող առևտրային գործունեություն։ Փոքր եւ միջին ձեռներեցության համագործակցության ասոցիացիայի նախագահն էլ այսպես է բացատրում։ Կառավարությունը հաստատել է աջակցության ծրագիր, ըստ որի վատթարացող նորմերով կշարունակեն գործել եւ ապա 5%-ի եւ 10%-ի տարբերությունը կառավարությունը կփոխհատուցի, եթե տնտեսվարողի բիզնես գործունեությունը համապատասխանի որոշակի պայմանների։ Դրա համար ասում են լավ ինչ անենք, եկեք մի հատ աջակցության ծրագիր անենք, թող իրանք վճարեն, մենք այն նախկին փաստաթղթերի հաշվարկով իրանց հետ կտանք բյուջեից փողը։ Այսինքն մենք սենց ենք լուծում անում, էլի ասում ենք ժողովուրդ, հետ եկեք բանին, շրջանառության պարզ ռեժիմին, շրջանառություն անգամ տոկոս, վերջ։ Տնտեսվարողները դժգոհեցին կառավարության գործունեությունից։ Խոշոր տնտեսվարողների հարկային վճարումները շրջանցելը իրենց է հարվածում։ Խոշոր ձկներին պետք է գլխից բռնել, ոչ թե պոչից։ Եղբայր ծուրը պոչից բռնել տեսել եք։ Ծուրը գլխից են բռնում ու հենց խրիկներից։ Այո, տեսել եմ համաձայն, որ ձկան օրինակը դերեցիք փոխաբերություններ, փոխաբերություններ, պետք է գլխից բռնել ու խրիկների, չէ՞, ճիշտ մեկնաբանեցիք։ Ապրանքների պահանջ կա, որ Հայաստանում գոյություն չունի։ Պատվիրում են դրսից, ես հրաժարվել եմ, մինչև այս հարցը չպարզվի, կոնկրետ Գյումրի կենտրոնի համար կոնկրետ ապրանք ես հրաժարվել եմ բերել, մինչև այս հարցերը պարզվի։ Առևտրով զբաղվողների բողոքը տեղափոխվեց էկոնոմիկայի նախարարություն, թեև օրենքի հեղինակը ֆինանսների նախարարությունն է։ Առուվաճառքով զբաղվող տնտեսվարողները Պապոյանին հայտնեցին, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ բիզնես գործունեություն է իրականացվում միասնական հարկային համակարգով։ Տնտեսվարողներից մեկն էլ առաջարկեց, լավ, եթե կառավարությունը նախատեսել է, որ բոլոր տնտեսվարողները պետք է աշխատեն ընդհանուր հարկային համակարգում եւ անցում պետք է կատարվի ավելացված արժեքի հարկի դաշտ, այդ դեպքում ճիշտ կլինի ավելացված արժեքի հարկի 115 միլիոն դրամի շեմը բարձրացնել դարձնել 180 միլիոն դրամ։ Այն ժամանակ վաճառում ենք ապրանքը 1000 դրամով, ունենք 200 դրամ, մերն էր այդ 200 դրամը, մեր եկամուտն է։ Հիմա վաճառում ենք 1500, 1800 դրամով, բայց ելի է 200 դրամն է։ Այսինքն ապրանքի ինքնարժեքը ավելացել է։ Հետևաբար շատ տրամաբանական կլինի, եթե 115 միլիոնը դառնա 180 միլիոն։ Բողոքի ակցիայի մասնակից տնտեսվարողներն առաջարկում են ընդհանրապես կասեցնել շրջարկի վերաբերյալ օրենքը։ Պապոյանն էլ ասաց, լավ կլինի տնտեսվարողները ներկայացնեն իրենց առաջարկները, կքննարկեն եւ կհայտարարեն, թե որ առաջարկներն են ընդունվել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներանց։ Սուր շնչառական վարակները ականջի խնդիրների պատճառ, այսօր լսողությունը պահպանելու օրն է։ Եվ PUBG նոր սիթքոմ Արմենիայի եթերում։
Մարտի ամսական սպասումներ եւ զգալի ջերմացում ավելին հաջորդիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Մեզ շրջապատող աշխարհը ամբողջ ծավալով ընկալելու համար կարևոր է ոչ միայն տեսնել այն, ինչ կա, այլև լսել, ինչ են ասում մարդիկ կամ օրինակ ինչպես է խշշում գետը։ Բայց այն, ինչպես տրվում է մեզ, կարող է եւ նույն հաջողությամբ հեռանալ մեզնից, եթե ճիշտ ու գրագետ չվարվենք մեր լսողական օրգանի հետ։ Մի կողմից սուր շնչառական վարակները, մյուս կողմից բարձր երաժշտությունն ու սխալ խնամքը կարող են լսողության վատացման պատճառ դառնալ։ Այսօր լսողության պահպանման օրն է եւ իմ գործընկեր Էդուարդ Պողոսյանն է տեսել ու լսել, ինչպես են ստուգում լսողության խնդիր ունես, թե ոչ։ Առաջին ձայներից է, որ լսողության ստուգման եկած բուժառուն լսում է։ Սկզբում նախ հենց այսպես, մինչև բժիշկը կտարբերակի, ականջի որ հատվածն է վնասված։ Այն հիվանդները, որ ունեին լսողության իջեցումներ, կովիդից հետո դա ավելի շատացել է, ավելի խորացել է։ Եվ բոլոր հիվանդներն են դա գրեթե նշում։ Դրա համար վիրուսային հիվանդությունների ժամանակ պետք է շատ զգուշ լինել։ Բժիշկը նաև հիշատակում է առողջապահական միջազգային տվյալները։ Եթե նախկինում յուրաքանչյուր երկրի բնակչության առնվազն 10%-ն ուներ լսողության վատացման խնդիր, ապա հիմա թիվն ավելացել է մոտ 12%-ը։ Իսկ քովիդից ու մյուս սուր շնչառական վարակներից բացի մասնագետի համոզմամբ թվի աճը նաև մեր անառողջ կենցաղի պատճառն ունի։ Օրինակ հարսանեկան արարողությունների ժամանակ հնչող երաժշտությունը միջինը 95-ից 100 դեցիբել հզորություն ունի, ինչն անգամ կարող է պատռել լսողական թաղանթը։ Չենք մոռանում նաև այսպես ասած մեր սիրելի ականջակալը։ Մեր լսողական օրգանը շատ նուրբ է։ Եթե ձայնի բարձրությունը անցնում է իր նորմայի սահմանները, արդեն առաջացնում են դիսկոմֆորտային վիճակներ եւ ախտահարվում է ներքին ականջը։ Արդեն 18 տարի աշխարհի գլխավոր օրացույցում մարտի 3-ը լսողության պահպանման օրն է։ Այս տարի առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փոխենք վերաբերմունքը, քայլեր անենք այսօր, որ ունենանք լավ լսողություն ամբողջ կյանքի ընթացքում կարգախոսն է ընտրել ու հիմա ականջի տարրական հիգիենայի մասին։ Մի կողմ դրեք բամբակով պատված փայտիկները, բժիշկն ասում է դրանք էլ են սպառնալիք աշխարհը մեզ լսելի դարձնող օրգանի համար։ Կենսական նշանակության ծծումբն էլ է այդպես մաքրվում։ Նախ եւ առաջ նա պահպանում է լսողական անցուղու եւ լսողական օրգանի միջավայրը։ Երկրորդը նա ունի հակաբուրբոքային եւ հակասնկային ազդեցություն եւ դա մաքրելուց հետո իհարկե լսողական օրգանը ավելի շատ առաջանում են այդ հիվանդությունները։ Անզգուշ օգտագործման ժամանակ շատ հաճախակի հանդիպում է, որ լսողական թմքաթաղանթն են վնասում։ Բարակ բամբակե թելերով մաքրել ականջները մասնագետի հորդորն է։ Նշում է նաև ականջի հետ խաղ չանել, ինքնաբուժությամբ չզբաղվել։ Հիշենք, ժամանակին բժշկի դիմելը բազում բարդություններ կարող է կանխել, հատկապես այսօր ժամանակակից բժշկությունով։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Նախընտրելի ֆիլմերն ու սիրելի հաղորդումները ավելի մոտ են, երբ դուք Viva-ի բաժանորդ եք։ Start Plus-ի, Unlim XY կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլաններից օգտվելու դեպքում կարող եք անվճար ներբեռնել կինոդարանի հավելվածն ու դիտել հայալեզու բովանդակություն, որքան սիրտդ է ուզում։ Կինոդարանի նպատակն է, որ հայկական ֆիլմերը լինեն ավելի որակյալ, դիտելը նախընտրելի ու սպասված։ Որ հավելվածն եք առաջինը մտաբերում հայալեզու բարձրակարգ բովանդակություն, ֆիլմեր, սերիալներ, հաղորդումներ ու մուլտֆիլմեր դիտելու համար։ Ճիշտ է, բոլորի կողմից արդեն իսկ սիրված կինոդարանը։ Հայկական առաջին սթրիմինգային այս հարթակը հայտնի է իր կրեատիվ ու մշտապես թարմացվող բովանդակությամբ։ Այդ է նաև պատճառը, որ Viva-ն հավատաց այս տեսլականին դարձավ նրա աջակիցն ու գործընկերը։ Կինոդարանի հարուստ ու ինքնատիպ բովանդակությունը միայն Viva-ի բաժանորդների համար հասանելի է առանց բաժանորդագրության վճարի։ Այսօր կինոդարանը մեր շուկայում ունիկալ ընկերություններից մեկն է, որը ստեղծում է կինոներ, սերիալներ եւ մեծ ուշադրություն է դարձնում որակին։ Մեկ տարուց ավել համագործակցությունից հետո կինոդարանը դարձել է մեր բաժանորդների ամենապահանջված եւ սիրելի հարթակներից մեկը եւ մենք ակնկալում ենք, որ եկող տարիների ընթացքում այս համագործակցությունը կլինի միայն ավելի արդյունավետ։
Կինոդարանի մարքեթինգի եւ բիզնես զարգացման մասնագետն էլ նկատում է Viva-ի հետ համագործակցությունը կարևոր դեր ունի իրենց տեսլականի իրագործման ճանապարհին, նշանակալի ազդեցություն ամբողջ հայկական կինոոլորտի առաջընթացի վրա։ Մենք հիմա այն ճանապարհին ենք, որ կինոդարանը դառնա յուրաքանչյուր հայ ընտանիքի անբաժանելի մասը։ Մենք ուզում ենք, որ հայկական սերիալ արտահայտության ընկալումը փոխվի եւ Հայաստանում եւս ունենանք այն որակի, այն բովանդակության սերիալներ, որոնք մարդիկ ոչ միայն չեն ամաչի դիտել, այլ կարողանան առաջարկել իրենց շրջապատին։ Կինոդարանին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ներբեռնել կինոդարան հավելվածը կամ այցելել kinodaran.com կայք, մուտք գործել անձնական օգտահաշիվ եւ կարգավորումների բաժնում լրացնել հեռախոսահամարը։ Իսկ եթե Viva-ի Start Plus կանխավճարային, Unlim, XY կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանների բաժանորդ եք, ապա բաժանորդագրությունն անմիջապես կակտիվանա։ Կինոդարանի հավելվածով սպառված ինտերնետի ամբողջ ծավալի համար հավելյալ գումար չի գանձվում։ Այն տրամադրվում է վերընշված սակագնային պլանների շրջանակում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Կեղծ ամուսնություն, բայց անկեղծ ծիծաղ, հարսանիք ու հարցանքավոր ամեն ինչ ինչպես իրականում միայն թե երազանքի երկիր հասնի քաղաքացիություն ստանա։ Բայց իր կամքից անկախ նա մի օր կվերադառնա ու կմնա հայրենիքում։ Դեպքերը հետո ինչպես կզարգանան դեռ ոչ ոք չգիտի, ինչպես ստեղծագործական թիմն է խոստանում, գարուն է գալու, թեժ է լինելու, իսկ Արմենիայի եթերում նոր սիթքոմ է էկրան բարձրանում։ PUBG-ն է այն տարածքը, որտեղ առաջիկա ամիսներին թեժ կլինի։ Ագնեսան PUBG-ի սեփականատիրոջ գանգստեր Ջոնի սիրելին է, ով Միացյալ Նահանգներում տնային կալանքի տակ է։ Ագնեսային վիզա չեն տալիս դեսպանատանը, որ հատի օվկիանոսը, երազանքի երկիր Ամերիկա ու Ջոնին հասնի։ Ամեն բան հենց այստեղից էլ սկսում է։ Հերթական տեղական արտադրանքն է, то есть ոչ մի պլագիատ չի, ոչ մի եղած սիթքոմից վերցրած չի, մեր սցենարական խումբը շատ ընտիր սկսել են գրել, բայց նման չի ոչ մի մինչ դա եղած սիթքոմի։ Հələ շուտ անցար գործի։ Այս փաբը իրականում Ջոնին է։ Ջոնով է։ Ռաֆայել Երանոսյանը սիթքոմում մարմնավորելու է Ալեքի կերպարը։ Ասում է PUBG-ի ամեն ինչն է՝ մատուցողը, անվտանգության պատասխանատուն, ղեկավարը, ինչ որ փուլում շեֆից հրահանգ կստանա, Ագնեսայի համար նահանգների քաղաքացի, ասել է թե Citizen տղա գտնել, կեղծ ամուսնություն կազմակերպել, որպեսզի Ագնեսի ոտքն Ամերիկայի հող հասնի, ու այսպես PUBG-ում անկանխատեսելի դեպքեր ու իրադարձություններ կզարգանան։ Թեժ լինելու այս տարի մենք գարնանել եթերաշրջանը այնպես չենք թողնի, որպեսզի հերոստատիտողը հանգիստ նստի տանը, փորձենք այս գարնան էլ մի փոքր բարձրացնենք մեր հերոստատիտողի տրամադրությունը։ PUBG-ում նաև արմուշը կլինի, տարբերվող արտաքինը հաստատում է սիթքոմի յուրահատուկ կերպարի մասին է վկայում։ Հումորային ժանրում յուրաքանչյուր կերպարն էլ ինձ հոգեարազատ է, որտեղ ես ազատ եմ ինձ զգում, կոպիտացած չափուսան, ոչ թե տեքստային, այլ խաղարկային չունեմ, որտեղ ես լավ եմ զգում, նույնն էլ այս կերպարն է բացառություն չի, բարմենի կերպարում, ու հատկապես ոչ խոսակցականի մեջ է տարբերություն կա։ Շատ հետաքրքիր ու շատ ծիծաղալու ամենակարևորը պրոյեկտը սպասվում, ու ինձ թվում է հերոսադիտողը շատ ծիծաղա մեր պրոյեկտը նայելուց։ Եվ վերջապես ահա նա Ամերիկայի Citizen-ը հայրենիք վերադարձել է գիրք գրելու, հաճախորդի կարգավիճակում կգա PUBG, ծրագրերը կփոխվեն, կգա ու կմնա, ինչ կլինի հետո։ Ստեղծագործական խումբը չակերտներ չի բացում, պնդում են, իրենք էլ չգիտեն։ Նախ ասեմ, որ առաջին անգամ ենք ներկայանում այս ֆորմատում, sitcom ֆորմատում ու շատ ենք հավանել, շատ տարբերվող պրոյեկտ է։ Տևական դադար ենք վերցրել մոտ 1.5 տարի ու որոշել ենք, երբ վերադառնանք հեռուստատեսություն, պետքա տարբերվող պրոյեկտով լինի, դա մեր մոտ հստակ որոշում էր ու այս պրոյեկտը ամենալավագույնն էր։ Ամենակարևորը նա է, որ իրանք արդեն բավականին շատ ճանապարհ անցած մարդիկ են, մեզ այնքան են ոգևորում ու օգնում, որ դա իսկապես շատ են գնահատում։ Արմենիայի եթերում սիթքոմն այսօրվանից կլինի յուրաքանչյուր երկուշաբթի ու չորեքշաբթի 20:50 հանդիպման վայրը PUBG-ում է։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Համացանցում այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մեքենան երթևեկում բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ ավելի ուշ ներքին գործերի նախարարությունը հայտնեց, որ այդ տրանսպորտային միջոցը վարող անձը մեքենայով ներկայացվել է համայնքային ոստիկանության Վաղաշապատի բաժին, կտրվի լրացուցիչ պարզաբանում։ Իսկի պաշտպանություն Բաքվի բանտում հացադուլում գտնվող Ռուբեն Վարդանյանի Երևանում հացադուլ սկսած Մանեթ Հանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է, այս եւ օրվա այլ կարևորը տեսաշարում։
Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քվեարկությունն այսօր հետաձգվեց, քանի որ օրինակից էական տեխնիկական վերանայում է պահանջում։ Նախագիծը ազգային ժողով էր ներկայացվել քաղաքացիական նախաձեռնության ձևաչափով։ Նախաձեռնությունը հավաքել էր 50,000-ից ավելի քաղաքացիների ստորագրություն, ապա կառավարությունը հաստատել էր եւ ներկայացրել խորհրդարանի քննությանը։ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումը, ինչպես կարծում են դրա հեղինակները, կնախանշի որոշումների ուղղությունը, մասշտաբները, ինչպես նաև գործնական խնդիրները, որոնք ծառացած են երկրի ինչպես ներկա, այնպես էլ ապագա իշխանությունների առջև։ ԱՄՆ մաքսային եւ սահմանային վերահսկողության մասնագետները մինչև օրս դեռ Հայաստան չեն ժամանել պատճառը Սպիտակ տան վարչակազմի փոփոխությունն է, այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրության անրողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան մաքսային եւ սահմանային թիմը կուղևորվի Հայաստան, աջակցելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։ Ազատության հրապարակում արդեն երկրորդ օրը հացադուլում գտնվող ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է։ Շտապօգնություն է այցելել Թանդիլյանին, ճնշման տատանումներ են արձանագրել եւ առաջարկել դադարեցնել հացադուլը։ Թանդիլյանը մարտի 1-ին հացադուլ սկսեց, մեկնաբանեց որպես խնդրանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը։ 2024 թվականին Հայաստանը USAID-ի հետ դրամաշնորհային համաձայնագրի ընդհանուր փաթեթից նախատեսված $250 միլիոն փոխարեն ստացել է $110 միլիոն, որը նախատեսված էր ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման շրջանակներում։ Այս մասին լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հայտնել են արտգործնախարարությունից։ Գերատեսչությունից նշել են, որ պետդեպարտամենտի եւ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող արտաքին աջակցության բոլոր ծրագրերը սառեցված են։ Գերատեսչությունն էլ գործակալության հետ համատեղ նոր ծրագրեր չունի։ Հյուսիսային Օսեթիայում խստացվել է վերին Լարսով անցնող էլեկտրոնային հերթի պահպանման վերահսկողությունը։ Այս մասին Տելեգրամյան ալիքում հայտնել է Հյուսիսային Օսեթիա Ալանիա հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյալոն։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն արտահերթ հատել անցակետը, կտուգանվեն եւ կգնան ավտոկայանատեղի, նշվում է հայտարարության մեջ։ Տիգրան Ուղիգուրյան, ժամը լրատվական։ Այժմ եղանակ ջերմացում ենք սպասում, թե որտեղ ինչքան կլինի, գիտի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, նախ ամսական սպասումներ։ Գարունը սկսում ենք դրական միտումներով։ Հիդրոօթերոթաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, այս տարի մարտին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր 2 աստիճան։ Տեղումների քանակը նորմային մոտ է։ Սպասվում է ջերմ բավարար տեղումներով մարտ։ Շարունակենք։ Մեր երկրի մեծ մասում մարտի 4-ը կանցնի փոփոխական երկնքով։ Վաղը կեսօրից սպասում ենք տեղումների աստիճանական դադար։ Լիարժեք արևոտ երկինք չոր եղանակ կանխատեսվել է մարտի 5-ին։ Եվ ամենակարևորը առաջիկա օրերին ջերմանալու է 10-ից 13 աստիճան։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 2 աստիճան ցրտից 4 աստիճան տաքություն։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 6-ից 10 աստիճան։ Լոռիում կանխատեսվել է 3-ից 7, Տավուշում, Արարատում, Արմավիրում առավելագույնը 11 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը սպասվում է 11-ից 15, նախալեռներում առավելագույնը 2 աստիճան։ Երևանում վաղը կեսօրից սպասում ենք կայուն երկինք առանց տեղումների օր։ Այս գիշեր 0-ից 2, ցերեկը 8-ից 10, երեկոյան 2-ից 4 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր բոլորիս։